Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ գործողությունները, թեև առավոտյան իրանական նավթավերամշակման գործարանը թիրախավորվել։ ԱՄՆ նախագահը նշել է, որ հրադադարն ուժի մեջ կմնա, եթե Թեհրանը համաձայնի անհապաղ եւ ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով Իրանի հետ ժամանակավոր հրադադարն ամբողջական եւ վերջնական հաղթանակ է։ Թրամփը նախազգուշացրել է, եթե ընդունելի գործարք չկնքեն, Միացյալ Նահանգները կվերսկսի ռազմական գործողությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցներից հետո ես համաձայնել եմ դադարեցնել Իրանի դեմ հարձակումները և ռմբակոծությունները։ Սա կլինի երկկողմանի հրադադար։ Մենք արդեն հասել և գերակատարել ենք ռազմական բոլոր նպատակները։ Բավականաչափ առաջ ենք ընկել Իրանի հետ երկարաժամկետ համաձայնության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի հարցում։ Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ ենք ստացել, որը կարող է ծառայել որպես բանակցությունների ընդունելի հիմք։ Դոնալդ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նախկինում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնականացնել համաձայնագիրը։ Մեկ այլ գրառմամբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այսօր մեծ օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանը ցանկանում է, որ խաղաղություն լինի, Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված հարցերում։ Դրական զարգացումներ են սպասվում, մեծ գումարներ կաշխատենք։ Իրանը կկարողանա սկսել վերակառուցման գործընթացը։ Մենք տարբեր պաշարներ կկուտակենք եւ պարզապես կհետևենք համոզվելու, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի ոսկե դարը։ Սպիտակ տան ղեկավարը նաև չի հերքել, որ Պեկինը դերակատարում է ունեցել Թեհրանին բանակցային սեղան վերադարձնելու գործում։ Թրամփը հավելել է, որ իրանական ուրանի հարցը դեռ օրակարգում է եւ պետք է ամբողջությամբ լուծվի։ Հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին, շնորհակալություն հայտնելով Իսլամաբադին միջնորդական ջանքերի համար։ Հաշվի առնելով 15 կետանոց ամերիկյան առաջարկի հիման վրա բանակցություններ սկսելու Վաշինգտոնի խնդրանքը եւ Իրանի 10 կետանոց առաջարկի շրջանակն ընդունելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, Իրանի ազգային անվտանգության խորհրդի անունից հայտարարում եմ, եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր բանակը կդադարեցնի պաշտպանական գործողությունները։ Հրադադարի 2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ եւ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդն էլ հայտարարել է, որ հակառակորդը պարտվել է Իրանի ժողովրդի դեմ պայքարում։ Ըստ խորհրդի Վաշինգտոնն ընդունել է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը, ուրանի հարստացման իրավունքը, համաձայնել է չեղարկել պատժամիջոցները, փոխհատուցում վճարել Իրանին, դուրս բերել ամերիկյան ուժերը տարածաշրջանից եւ դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թեհրանը հասել է իր գրեթե բոլոր նպատակներին։ Պակիստանի վարչապետն էլ հայտնել է, որ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Իսլամաբադում։ Նրա խոսքով հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Իսրայելից ողջունել են Վաշինգտոնի հայտարարած հրադադարը, սակայն հերքել են, որ այն վերաբերում է նաև Լիբանանին։ Երկրի հարավում առավոտյան արդեն պայթյուններ են որոտացել։ Իսրայելը հայտարարում է Հեզբոլահին ոչնչացնելու վճռականության մասին։ Իսրայելն աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը, եթե Իրանը անհապաղ բացի նեղուցները եւ դադարեցնի ԱՄՆ-ի, Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների վրա հարձակումները։ Իսրայելը նաեւ աջակցում է ԱՄՆ ջանքերին ապահովելու, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի։ Չնայած Բենյամին Նեթանյահուի բավական զուսպ արձագանքին ամերիկյան եւ իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ հրեական պետությունում մի շարք պաշտոնատար անձինք դատապարտել են Վաշինգտոնի որոշումը եւ Իրան-ԱՄՆ ժամանակավոր հրադադարը։ Իսրայելում մտահոգված են, որ դեռ ոչ բոլոր նպատակներին են հասել։ Երկրի ընդդիմությունը քաղաքական աղետ է որակել հրադադարը։ Զուգահեռ Թեհրանից նախազգուշացրել են, պատրաստ են ցանկացած սցենարի եւ հնարավոր ագրեսիային արձագանքման միջոցառումներ են մշակում։ Իրանական կողմը նաեւ նշում է, որ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի համաձայնի ԱՄՆ-ի հետ գործարքի, եթե այն հաշվի չառնի Թեհրանի մտահոգությունները եւ պահանջները։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, տեղեկություններ կան, որ նավերի տեղաշարժը վերսկսվել է, սակայն հարյուրավոր նավեր դեռ սպասում են։ Նաեւ լուրեր են շրջանառվում, որ Իրանը եւ Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Ստացված միջոցների մի մասը կարող է օգտագործվել Իրանի վերականգնման համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եգիպտոսի, Օմանի, Թուրքիայի ԱԳՆ-ները, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կառավարությունները, Ֆրանսիան, Վատիկանը ողջունել են ԱՄՆ-ի եւ Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը։ Աբու Դաբին ընդգծում է տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը կարգավորելու կարևորությունը, նշելով, որ Արաբական Միացյալ Էմիրություններին հաջողվել է կանգուն մնալ եւ պաշտպանել սեփական ազգային շահերը։
Կրեմլը ողջունել է ԱՄՆ-Իրան հրադադարի մասին հայտարարությունները, շեշտելով Մերձավոր Արևելքում էսկալացիան դիվանագիտական հուն տեղափոխելու անհրաժեշտությունը։ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ բանակցություններում հաշվի կառնվեն եւ Վաշինգտոնի եւ Թեհրանի շահերը։ ՌԴ նախագահի խոսնակը հավելել է, ակնկալում են, որ առաջիկայում ամերիկյան կողմն ավելի շատ կկենտրոնանա ռուս-ուկրաինական կարգավորման վրա։ Դիանա Գասպարյան, լուրեր։